Անհատներ կան, որ ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նրանցից այդ պաշտոնը կամ աստիճանը, կտեսնեք օղտը կորածի մինը։ Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ թեկուզ նույնիսկ ձախորդության և հալածանքի մեջ միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարով, ուժով ու շնորհքով։ Ծանր է եղել միշտ այս մաքարումը և բարոյական և ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, այնքան էլ վեր է մեր ուժերից, բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչել մեր երեկն ու այսօրը։ Այսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտնալ իր կյանքն ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քամահաճույքին անձնատուր։ Եթե այդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չէ ինտելիգենցիային։ Այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են այդ ժողովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն ցույց տան, թե որն է այս ժողովրդի ճանապարհը։ Մեզանում հիրավի ճանապարհներ կան որոշված, բայց սրանք էս կամ այն կուսակցությանն են կամ լրագրին։ Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը։ Լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում և ժամանակավոր էս կամ այն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը։ Բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալիս դրված հարցի, և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թե որն է այս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ինչ է կամենում սրա ոգին և ուր որոնենք այդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկած, Ղարաբաղի ու Լոռու սարերում, թե Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում։ Արդյոք հին վանքերի միստիկ կամարների տակ, ուր ծավալվում է խորհուրդ խորին, անհաս և անսկիզբ, թե դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ։ Արդյոք ի խորոց սրտի խոսքն ընդ Աստծո խոսող երկնաչու պաղատանքների մեջ, թե վերք Հայաստանի հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ։ Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ, և ինչքան մեծ է կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղում ու էս ամենի մեջ, խորտ արյունի ու պատերազմի, խորտ սրածության ու ավերածության, որն է հայ ժողովրդի ոգին և ինչ է ուզում նա։